Ներկայացնեմ իմ առաջին հետազոտական աշխատանքը վիրտուալ իրականության ազդեցությունը աշխատի վրա։ Վիրտուալ իրականությունը հիմա զարգացման փուլում է, բայց ապագայում մենք դա լայնորեն կարող ենք օգտագործել տարբեր ոլորտներում։ Բայց իսկ հիմա մենք կխոսենք, թե ինչ ոլորտներում է այն օգտագործվում, նրա ազդեցությունը աշխատաշուկայում, մարտահրավերները եւ ապագա։ Սկսենք նրանից, թե ինչի վիրտուալ իրականություն է։ Վիրտուալ իրականություն դա մի թվային միջավայր է, որտեղ որ մարդիկ կարող են խոսեն, լսեն, երբեմն նույնիսկ շոշափեն, ինչպես իրականության մեջ։ VR-ը սկզբում օգտագործում է խաղերի եւ ժամանցի համար, բայց հիմա այն նաև օգտագործում է այլ ոլորտներում, ինչպիսին են կրթությունը, առողջապահությունը, բիզնեսը, ճարտարապետությունը եւ այլն։ Եվ VR-ի հիմնական նպատակը այն է, որ մարդիկ կարող են ինչ-որ գործողություններ անեն, առանց որևէ վտանգի։ VR-ը տարբեր ոլորտներում, սկսենք կրթությունից։ Հիմա շատ համալսարաններում եւ դպրոցներում VR-ը օգտագործում են, որպեսզի աշակերտներին ավելի մատչելի եւ հետաքրքիր դարձնեն։ Օրինակներ դա օգտագործում են ֆիզիկա, քիմիա եւ պատմություն առարկան։ Պատմությունից վերցնեմ VR-ի միջոցով պատմության դասին կարող են այցելեն հին թանգարաններ, իսկ ուրիշ բառերով կարող են այցելեն անցյալ։ Առողջապահության մեջ այն օգտագործում են, որպեսզի բժիշկները սովորեն վիրահատություններ կատարեն եւ հոգեկան թերապիաներ անցկացնեն։ Օրինակ PTSD ունեցող մարդկանց կարելի է VR-ի միջավայրում բուժեն, որպեսզի իրանց վախերը կորցնեն։ Ժամանցում այն օգտագործում, որպեսզի նոր ձևերով, օրինակ խաղան, ֆիլմ դիտել եւ համերգների մասնակցել եւ այլն։ Իսկ բիզնեսում այն օգտագործում, որպեսզի տես կոնֆերանսների մասնակցել եւ վիրտուալ արտադրանք ներկայացնել։ VR-ը աշխատաշուկան մեծ ազդեցություն ունի, որովհետեւ VR-ի միջոցով կարելի է աշխատակիցներին, ապագա աշխատակիցներին սորացնել անվտանգ միջավայրում, օրինակ բժիշկներին, զինվորներին, ճարտարապետներին եւ այլն։ Օրինակ ռազմական ոլորտներում զինվորին VR միջավայրը կարող են մարզել, որպեսզի անվտանգ ստացվի, եւ նաեւ ռազմական ոլորտներում VR-ի միջոցով կարող են դրոններ կառավարել։ VR-ի միջոցով նաեւ ավելանում են նոր մասնագիտություններ եւ լավանում են հները։ Դրանց օրինակները VR մշակող, 3D մոդելավորող, վիրտուալ իրականության դիզայներ, ծրագրավորող եւ խաղի ստեղծող եւ այլն։ Բայց VR-ը չէր կարող գալ առանց իր մարտահրավերների։ Սկսենք բարձր գնից։ Որակյալ VR-ը թանկ է եւ հասանելի չէ բոլորի համար։ Օրինակ, հիմնականում որակյալ VR-ը արժի $400-ից $500, իսկ համեր VR-ի հետ պետք է ունենա տարբեր սարքավորներ, օրինակ ջոյստիկներ եւ այլն։ Եվ համակարգիչ, որ էլի ուժեղ համակարգիչ է մեզ պետք, որովհետեւ էլի արժի մոտավորապես $600 լավը։ Դա արդեն մեզ համար ստացվում է $1000-ից ավելի։ Նաև կան գաղտնիության խնդիրներ, այսինքն VR-ը մոնիթորինգի է ենթարկում մեզ աչքերի ուղղությունը, շարժումը, ձայնը եւ այլն, եւ օգտագործում է այն առանց մեր համաձայնության։ Ապագայում, եթե այս մարտահրավերները հեռանան, VR-ը կարող է մեր կյանքի անբաժանելի մի մաս դառնալ։ VR-ը ապագայում միանալու է այլ տեխնոլոգիաների հետ, օրինակ լրացված իրականություն AR եւ խառը իրականության MR, ստեղծելով մի նոր էկոհամակարգ XR։ Դրան օրինակն է Apple Vision Pro, որը VR-ը եւ AR-ը միացրել է իրար եւ դրա միջոցով կարելի է նաեւ իրական աշխարհի գործոններ անել եւ վիրտուալ։ Նաև ամենանալու է ուղղախ համակարգիչ ինտերֆեյսի հետ BSI, օրինակ դրան մասկի ներալինքը, որի միջոցով մենք կարող ենք VR միջավայրը կառավարել մեր ուղղախի միջոցով, առանց որևէ այլ սարքավորումների։ Եվ եզրափակելով իմ խոսքը, իսայնի VR-ը հապնացնեմ, եզրափակելով իմ խոսքը կարող եմ ասել,
որ ապագայում, եթե այս մարտավերները հեռանան եւ մարդիկ կարողանան այն ճիշտ օգտագործել, VR-ը մեզ շատ լավ կօգնի եւ կարող է դառնալ մեր կյանքի ապաշտանի մի մասը։ Շնորհակալություն ու շնորհակալություն։ Ես ասում եմ, որ Գալիկյան կրսերն էլ մեծացավ, հասունացավ, չէ։ Հիմա ունենք Գալիկյան հաջորդ, ինչ ունենք։ Չունենք էլ։ Գյոզալ այդ արդեն վիրտուալ իրականություն մեզ չի փրկի։ Մենք շնորհակալ ենք Գալիկյան եղբայրների համար, չէ։ Մայրիկն այստեղ է, շատ տպավորված։ Նորակույրն է։ Այո, շատ տպավորված է։ Ես սկզբից մտածում էի, որ այդպես որպես Գալիկյան գրծել, կամ հասուն իրեն չես բանանում Գալիկյաներս էլ, եղբայրն է քեզ ամենահարազատ մարդն է, չէ երևի, բայց հիմա տեսանք արդեն հասուն լուրջ, չէ, որ թերապևտման նյութին, շատ լավ ներկայացնում ես արտիստիկ, բոլոր բաները կան, այդ կարևոր է, այդ խնամքով հագնված ես, այդ հանրային արդեն այսօր, չէ, բանի կենտրոնում ես էլ, այդ լավ է, որ այդ նույն լրջությամբ ես մոտենում, ինչպես քո ամենօրյա ենթադրում եմ, չէ, աշխատանքներ։ Այս արմը մի մարդ հետևալ էր, այս վիրտուալ իրականությունում ենք, չէ, ուսուցման, Հերմինեի լաբորատորիան, ՏՏ լաբորատորիան, որպես է, ինչն է պակաս եղել, այս ընթացքում մի քանի բան որ չշտես, որի կարիքը կա, որ դա նաև լաբորատորիայի զարգացման չէ ուղղությունը։ Նայեք, հիմա VR-ը մենք մեր բյուջետը մենք հիմա VR նորմալ VR չենք այս թվում։ Կորոնավիրուսի ինչ ասել։ Եվ ինչ չի թվում մեզ մեզ կրթամանի VR պետք է։ Ունեք այս մի VR-ը, եթե ճիշտ ասեմ, խոր չեմ տա միան։ Իրանն է։ Նայ, ու լսել։ Գիտո հեռախոսի միջոցով։ Ինչ եմ ասել։ Իսկ նույն այդ վիրտուալ լաբորատորիաներ, թանգարաններ, մենք ինքներս կարող ենք ստեղծել որպես ուսումնական նյութ։ Այո, ապագայում։ Ապագա ինչ կնշանակի, Ժամկետի բանով բերել, ապագա նոր ուսումնական տարի, հունիս ամիս, որտեղ ճամբարային ամիս ասենք դու տես ասում ես թանգարան, բայց ասենք օրինակ կրթահամալիրն է ներկայացվում։ Մարդը տեսեք հիմա ընդունելություն ամիսի այով այլն այդքան ժամանակ է չէ ծախսում, մարդիկ զանգում են, գրում են, գալիս են, այցել են առաջի փուլ որպես չէ ավելի բան լինի։ Ոնց որ մի տեսակ կայքի փոխարինի կամ կայքը մի մասը դառնա։ Երկու միջավայրը ներկայացվում։ Այո։ Հնարավոր է կարող է այս գրագետ բան չեմ ասում։ Ու ասենք հետազոտական աշխատանքներ դառնան մեկ-երկու արագ չէ։ Հատկապես գրախոսը ոլորտի մասնագետ է, հիմա Մոսկվայում է եւ կարող է նույն Հովանեսի հետ աշխատի, միասին մյուս տարվա հետազոտական աշխատանքը լինի ոչ թե ոլորտի մասին խոսես, այլ կոնկրետ պրոդուկտ նախագիծ Պայմանավորվեցին, կա։ Շնորհակալություն։